Մոսկվան դիվանագիտական ուղիներով մշտական կապի մեջ է Կարակասի հետ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք Վենեսուելայի նոր ղեկավարության հետ մշտական կապի մեջ ենք, ամենօրյա ռեժիմով, հենց սկզբից։ Մենք նրանց շատ լավ ենք ճանաչում։ Դիվանագիտական ուղիներով մենք մշտական կապի մեջ ենք, ընդգծել է Պեսկովը։ Եվրոպան երբեք չի կարողանա գոյատևել առանց Միացյալ Նահանգների։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Իմ կարծիքով երբեք, պատմությունն է մեզ միավորել։ Ամերիկյան միջուկային պաշտպանական հովանոցը մեր անվտանգության հիմնական երաշխիքն է, ասել է Ռյուտեն պատասխանելով այն հարցին, արդյոք Եվրոպան երբևէ կկարողանա գոյատևել առանց ԱՄՆ-ի։ Նրա խոսքով եվրոպական երկրները դեռևս չափազանց քիչ միջոցներ են հատկացնում պաշտպանությանը։ Ռազմական թղթակից Դմիտրի Ստեշինը հայտարարել է ուկրաինացիների խելքի գալու մասին Դոնբասի ապագայի վերաբերյալ նրանց դիրքորոշման փոփոխության համատեքստում։ Հրապարակված տվյալների համաձայն հարցվածների 39%-ը պատրաստ է, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ մնացած Դոնբասի հատվածը փոխանցվի Ռուսաստանի Դաշնությանը։ Ստեշինը այս տվյալներին արձագանքել է կարճ գրառմամբ, նշելով. «Ֆիքսվել է ուկրաինացիների 39%-ի խելքի գալը»։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության համաձայնագիր։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի ընտրություն կատարել պարտության և կազմաքանդման միջև։ Այս մասին հայտնել է Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար և Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին։ Մենք լսեցինք Զելենսկուն, ով չնայած ստացված բոլոր գումարներին, ջանքերին և օգնությանը, դեռևս համարձակություն ունի բողոքելու։ Իմ ընկեր, դուք տանուլ եք տալիս պատերազմը, կորցնում եք մարդկանց, վստահություն և արժանապատվություն։ Հնարավորինս շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիր։ Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել պարտության և կազմաքանդման միջև, հայտնել է Սալվինին։ Ռուսաստանի Դաշնությունը չի թողել առանց արձագանքի Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա իրականացված հարձակումը, սակայն հրաժարվել է հատուկ զենքի կիրառությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիդկինը։ Նրա խոսքով հատուկ զենքի չկիրառման հիմնական պատճառներից մեկը եղել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության և զինված ուժերի արդյունավետ գործողությունը, որի արդյունքում հնարավոր է դարձել կանխել նստավայրի ուղղակի խոցումը։ Շվիդկինը հավելել է, որ երկրորդ կարևոր գործոնը եղել է պատասխան հարվածի իրականացումը, որը նրա բնորոշմամբ վրեժի հարված է եղել։ Այսինքն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները չեն մնացել անպատիժ և առանց արձագանքի։ Պետական նստավայրի վրա հարձակման համար համապատասխան հարվածներ են հասցվել, ընդգծել է падգամավորը։ Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ դատական նիստում մոտ 3 ժամ քննվում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի և նույն թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի վերաբերյալ քրեական գործը։ Մկրտիչ Սրբազյանի դատի ներկա քահանաները նիստը սկսեցին հանուն արդարադատության միասնական աղոթքով։ Ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ այլ բան տեղի է ունեցել ընդամենը փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Մկրտիչ Սրբազյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Ռոման Ահարոնյանը, կրկնելով ըստ էության փաստաբանական խմբի մոտեցումը, որ առկա նյութերով ակնհայտ է, որ Սրբազյանը մինչ օրս գտնվել է ապօրինի կալանքի տակ, քանի որ ռիսկերը փաստացիորեն չեն հիմնավորվել։ Հաշվի առնելով, որ իրականում կալանքից ազատման հիմքերն առկա են, խնդրում ենք դատարանին ազատել կալանքից Մկրտիչ Սրբազյանին, իսկ նման անարություն տեսնելու դեպքում, որը կարծում ենք ուղղակի անհնար է, բայց այդ դեպքում կիրառել այլընտրանքային խափան գործ։ Նիստին մասնակցում էին որպես տուժողներ երկու կարգալույծ քահանաները՝ Արամայիս Թախմազյանը, նախկին Տեր Թադե քահանան և Ստեփան Ասատրյանը, նախկինում Տեր Արամը։ Նրանց լրագրողներն այսօր մինչ դատական նիստի մեկնարկը հարցեր ուղղեցին պարոն Ասատրյան և պարոն Թախմազյան դիմելով։ Սկզբում արհամարհում էին վիրավորվելով, որ ավազանի անունով են դիմում, հետո արձագանքեցին ստիպված։ Իսկ հարցերը վերաբերում էին եկեղեցու ծոցյալ քահանաներին դուրս անելուն, խորանի մոտ չթողնելուն և եկեղեցիներում քաղաքական ծափերի խրախուսման ծեսերին ու ջանքերին։
ջանքերին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը կշարունակի մնալ կալանավորված։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ եւս մեկ ամսով երկարացրել է Սրբազանի կալանքի ժամկետը։ Միևնույն ժամանակ վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրվում է 2 հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելը կրկին լիազորությունները օգտագործելով։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8%-ով ավելի 20% հետվճարի համակարգը։ Մի քանի ամիս անց ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Հանվել են այդ բացառությունները օրենքով։ Մենք պարզապես մեր համար ժամանակ ենք վերցրել 3 ամիս, որպեսզի նախ սահմանացումը կատարենք եւ երկրորդն էլ այդ կարգերի միջոցով որոշենք, թե որ քաղաքացիներն ենք մենք օգնելու, ովքեր որ խնդիր ունեն եւ ինչպես ենք օգնելու։ Լուծումները կարող են լինել թե նորարարական, էլեկտրոնային, թվային, տեսազան եւ այլն, եւ թե նաեւ մենք ծառայությունը մոտեցնենք քաղաքացիներին, դեռնշակումների փուլում ենք։ Վոլոդիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ չի գնա տարածքային զիջումների, Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ քննարկման առարկա չէ։ Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Այո, սա երկու տարբեր սկզբունքային դիրքորոշումներ են՝ ուկրաինականն ու ռուսականը։ Ամերիկացիները փորձում են գտնել փոխզիջում։ Մենք շփվում ենք եռակողմ ձևաչափով, սրանք առաջին քայլերն են այդ փոխզիջումը գտնելու ուղղությամբ։ Սակայն փոխզիջման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան, ասել է Ուկրաինայի առաջնորդը, ընդգծելով, որ դա վերաբերում է նաև ամերիկյան կողմին։ ԱՄՆ-ում կայացած բանակցություններից հետո կողմերը մոտեցել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդներ Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, հաղորդում է Axios-ը, հղումանելով ամերիկացի պաշտոնյաներին։ Մենք շատ մոտ ենք Պուտինի եւ Զելենսկու հանդիպմանը, հրատարակությանը հայտնել է պաշտոնյաներից մեկը։ Աղբյուրի խոսքով, եթե Աբու Դաբիում կայանալիք հաջորդ եռակողմ հանդիպումը հաջող անցնի, դրան կարող է հաջորդել հանդիպումը Մոսկվայում կամ Կիևում։ Ամերիկացի պաշտոնյաները բանակցությունները բնութագրել են որպես արդյունավետ, դրանց ընթացքում առաջընթաց է գրանցվել։ Նրանք նշել են, որ չլուծված հարց չի մնացել եւ բոլորը միմյանց նկատմամբ հարգանքով են վերաբերվել, քանի որ մարդիկ իսկապես լուծումներ էին փնտրում։ Ամեն ինչ ընթացավ այնքան լավ, որքան հնարավոր էր, նշել է պաշտոնյաներից մեկը։ Ամերիկացի պաշտոնյան նաև Reuters-ին հայտնել է, որ կարծում է Պուտինի եւ Զելենսկու երկկողմ բանակցությունները կամ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահների եռակողմ բանակցությունները այնքան էլ հեռու չեն։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կայացած բանակցությունների մեծ մասը նվիրված էին տնտեսությանը, ինչպես նաեւ այն հարցին, թե ով է վերահսկելու Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը, որը ներկայումս օկուպացված է ռուսաստանյան զորքերի կողմից, հայտնել է Politico-ն։ Համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է համատեղ արտադրեն էլեկտրաէներգիա այդ ատոմակայանից, որը Եվրոպայում ամենամեծն է։ Երկու կողմերն էլ սկսում են պատկերացնել, թե ինչ կարող են ստանալ խաղաղությունից։ Օրինակ, Ուկրաինայի բարեկեցության ծրագիր, որոշ հնարավորություններ Ռուսաստանի համար, ԱՄՆ-ի հետ գործարքներ կնքելու։ Ակնհայտ է, որ այժմ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև վստահություն չկա, բայց մենք ուզում ենք ստեղծել հիմք, որը կսկսի ամրապնդել վստահությունը, ցույց տալով իրական դեէսկալացիա, ասել է պարբերականին պաշտոնական աղբյուրը։ Ռուսաստանը պնդում է, որ Վենեսուելայի առևանգված եւ ԱՄՆ տեղափոխված նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է ազատ արձակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Առաջին քայլը, առանց որի մնացած ամեն ինչ մնում է զուտ հիպոթետիկ, Մադուրոյի եւ նրա կնոջ ազատ արձակումն է, ասել է փոխնախարարը պատասխանելով այն հարցին, արդյոք Ռուսաստանը պատրաստ կլինի Մադուրոյին ապաստան տրամադրել, եթե նա ազատ արձակվի։ Բայց քանի որ ինքնիշխան պետության նախագահի առևանգումը արդեն տեղի է ունեցել, անհրաժեշտ է պնդել, որ Վենեսուելայի նախագահը ազատ արձակվի։ Իսկ թե ինչպիսին կլինի հետագա դիսպոզիցիան առանձին հարց է, եւ այս պահին պարզապես հիմք չկա դրա մասին խոսելու, հավելել է Ռյաբկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականության մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի բազմաբևեռ աշխարհի ձևավորման կուրսին։ Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որն իր մոտեցումները հիմնավորում է բիզնեսի սկզբունքներով, կոշտ անողոք բիզնեսի։ Այս մեթոդները, որոնց նա դիմում է, բոլորովին չեն համընկնում բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ մեր մոտեցումներին, հայտնել է Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Դոնալդ Թրամփը կողմնակից է ուժային լուծումների։ Գլխավորը, որ մենք այդպես չանենք, եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ 2024-ին եւ 2025-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհներին 95 կյանք է խնայվել։ Մենք ընդհանուր առմամբ փաստորեն 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից եւ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները եւ մեր եզրակացությունը միանշանակ է, որ պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է, այսինքն խմացություն ունեցող վարորդներին վարորդական իրավունքներից զրկելն է։ Պարզ է, որ դա ոչ մեկի համար հեշտ որոշում չէ եւ նաեւ ես նամակներ եմ ստանում քաղաքացիներից, ովքեր ասում են, որ միջնորդում են, որպեսզի ժամկետից շուտ վերականգնվի վարորդական իրավունքը եւ այլն, բայց հիմա իմ խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր խմած վիճակում ավտոմեքենա են վարել, զրկվել են վարորդական իրավունքից, բայց մյուս կողմից այդ որոշումների արդյունքում մենք 95 պայմանական մարդու կյանք փրկել ենք։ Կապանիսյոնի օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ։ Այս մասին հայտնել են նախարարությունից խոսելով հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերի մասին։ Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել։ Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության թռիչքուղիների եւ մյուս տարերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ եւ այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։ Ժողովրդավարական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը լուրերկոմի հետ զրույցում կոշտ քննադատել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը կապված Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության վերջին զեկույցի հետ։ Քաղաքական գործչի խոսքով իշխանությունները համառորեն հրաժարվում են ընդունել այն մարտահրավերների լրջությունը, որոնք կապված են պաշտոնական Բաքվի կողմից առաջ մղվող Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության եւ ռազմավարության հետ։ Այնինչ անվանում են Արևմտյան Ադրբեջան, պարզապես գաղափարախոսական նախագիծ չէ, այլ կոնկրետ քաղաքական ծրագիրը, որը ներկայացնում է ուղղակի եւ չափազանց լուրջ սպառնալիք, սակայն իշխանությունների արձագանքն այս ամենին լիովին անատամ է, հայտարարել է Սուրենյացը։ Նա ընդգծել է, որ կառավարությունը նախընտրում է չնկատել մոտեցող իրականությունը։ Իշխանությունը գլուխը ավազի մեջ է թաքցնում, որովհետեւ չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ քաղաքական կամք դիմակայելու այս սպառնալիքին։ Միակ բանը, որ առաջարկում է հերթական զիջումներն են, այս ճանապարհը տանում է դեպի աղետ, նշել է նա։ Սուրենյանցը երկրի ներկայիս խոցելիությունը կապել է վարվող արտաքին քաղաքական կուրսի հետ։ Իշխանությունները սեփական ձեռքերով Հայաստանին հասցրել են արտաքին քաղաքական մեկուսացման, ոչ Եվրոպան, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարող մեզ պաշտպանել, նրանց շահերը գտնվում են այլ հարթության վրա, ասել է քաղաքական գործիչը։ Միակ իրական ուժը, որը ներկայիս պայմաններում ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը, նրա խոսքով Ռուսաստանն է, սակայն նրա կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները խարխլում են անգամ այդ հնարավորությունը։ Այսօր վերջին հույսը Ռուսաստանի մասնակցությամբ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներն են, բայց Փաշինյանը հետևողականորեն սղոցում է նաև այդ վերջին ճյուղը, որի վրա կանգնած է Հայաստանը, ամփոփել է քաղաքական գործիչը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է կիրակնօրյա պատարագի։ Պատարագը մատուցել է կարգադույց քահանան, իսկ եկեղեցու քահանան պատարագ է մատուցել Մաստարայի եկեղեցում, որտեղ հնչել է ամենայն հայոց Գարեգին Բկաթողիկոսի անունը։ Դեկտեմբերի 2-ին հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույց էր հռչակվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր Թադե Քահանե Թախմազյանը, աշխարհիկ անունը Արամայիս Թախմազյան։ Ամենայն հայոց Գարեգին Բկաթողիկոսին վեհարանից հեռացնելու արշավի շրջանակում Փաշինյանը
գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագի եւ տեղեկացնում, թե այդ շաբաթ որ եկեղեցում է լինելու, ավելի ուշ նա հայտնել է, որ նախապես չի ասի, որտեղ է մասնակցելու պատարագի։ Հունվարի 25-ին զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում, վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա բարեկամը, ում հետ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է եւ վիրահատվել։ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Վեճը լուծելու հարցը տեղափոխվել է Գորիսի գերեզմանատան տարածք։ 20 տարուց հետո Գորիս վերադարձած երիտասարդը հարցը որոշել էր նռնակով լուծել, որն էլ ողբերգական ավարտ է ունեցել։ Պենտագոնը իր նոր պաշտպանական ռազմավարության մեջ ճանաչել է Գրենլանդիան որպես կարևոր ռազմավարական տարածք, որին պետք է ապահովել ամերիկյան զինված ուժերի հասանելիությունը։ Մենք կպարտավորվենք ապահովել ԱՄՆ ռազմական եւ առևտրային հասանելիությունը ռազմավարական հիմնական շրջաններին, առաջին հերթին Պանամայի կղզին, ամերիկյան ծովածոցը, խոսքը մեքսիկականի մասին է, եւ Գրենլանդիան, ասվում է փաստաթղթում։ Ռազմավարությունում նաեւ քննադատվում է նախորդ վարչակազմերի քաղաքականությունը այս եւ այլ հարցերում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստեղծել նոր միավորված ազգերի կազմակերպություն, որը միայն իրենը կլինի։ Ըստ Reuters-ի նման հայտարարությամբ հանդես է եկել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Նախագահ Թրամփը առաջարկում է ստեղծել նոր ՄԱԿ, որը միայն իրենը կլինի, հայտարարել է նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային փոխանցել Patriot հակաօդային պաշտպանական համակարգերի հրթիռներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտնել է, որ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Թրամփի հետ քննարկել է հակաօդային պաշտպանության հրթիռների պակասը։ Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ եւ ստացել եմ չեմ ասի, թե քանի Patriot-ի համար համաձայնություն, ասել է Զելենսկին։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում կարևոր է իրականացնել Անքորիջի բանաձևը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը կողմերի մոտենալու մասին։ Աշխատանքը շարունակվում է, աշխատանքը առաջընթաց է գրանցում։ Այժմ կարևոր է իրականացնել Անքորիջում համաձայնեցված բանաձևը, ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի Դաշնության հիպերձայնային թևավոր Ցիրկոն հրթիռը գրավել է արևմտյան ռազմական փորձագետների ուշադրությունը։ Այս մասին հայտարարել է վերլուծաբան Դրագո Բոսնիկը։ Նրա կարծիքով հրթիռի հնարավորությունները մտահոգություն են առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներում։ Վերջինս հավելել է, որ եթե Ցիրկոնը օգտագործվի, թշնամին ընդամենը մի քանի վայրկյան ունի մոտեցող ռուսական արկա հայտնաբերելու եւ դրան արձագանքելու համար։ Սա նշանակում է, որ գոյատևման հնարավորությունները նվազագույն են։ Ռուսաստանի համար Իրանը, ինչպես նախկինում Վենեսուելան, չունի ինքնուրույն ռազմավարական արժեք եւ դիտարկվում է որպես արտաքին քաղաքական գործիք Ուկրաինայում հաղթանակի հասնելու համար։ Նման տեսակետ է հայտնել Ալ Ջազիրայի մեկնաբան Լեոնիդ Ռագոզինը։ Նրա գնահատմամբ Կրեմլի ամբողջ քաղաքական եւ ռազմական կենտրոնացումը միտված է միայն մեկ նպատակին՝ Ուկրաինայի պատերազմի ավարտին իր պայմաններով։ Մինչդեռ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում Ռուսաստանի ներգրավվածությունը ծառայում է բացառապես արևմուտքի ռեսուրսները շեղելուն։ Հոդվածում նշվում է, որ Իրանի եւ Ռուսաստանի մերձեցումը հատկապես խորացել է Ուկրաինայի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, երբ Թեհրանը Մոսկվային աջակցել է կարևոր անօդաչու տեխնոլոգիաներով։ Սակայն ըստ հեղինակի այդ դաշինքը իրավիճակային է։ Մոսկվան պատրաստ է զոհաբերել նույնիսկ իր դաշնակիցներին, եթե դա նպաստի Ուկրաինայում ռազմաքաղաքական նպատակների իրականացմանը։ Այս մոտեցումը նույնն է, ինչ Ռուսաստանը ցուցաբերել է նաև Վենեսուելայի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ, դիտարկելով դրանք որպես շախմատային խաղաքարեր գլոբալ դիմակայության մեջ։ Միևնույն ժամանակ հոդվածում ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները միաժամանակ ճնշում գործադրելով Իրանի, Վենեսուելայի եւ անգամ Գրենլանդիայի ուղղությամբ ձեռնտու են հենց Մոսկվային։ Մինչ Վաշինգտոնը ներգրավում է մի քանի ռիսկային եւ հակասական նախաձեռնություններում, Կրեմլը կենտրոնացած է մեկ շախմատային տախտակի վրա՝ Ուկրաինայի, ինչը ըստ Ալ Ջազիրայի ստեղծում է առավել բարենպաստ պայմաններ Պուտինի համար եւ թույլ է տալիս Ռուսաստանին մոտենալ պատերազմը սեփական պատկերացմամբ ավարտելուն։
Ուկրաինայի համաձայնագրի բոլոր կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բոլորը զիջումների են գնում, որպեսզի սա իրականացվի, հայտարարել է Թրամփը։ Այսպես նա պատասխանել է լրագրողների հարցին Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում զիջումների մասին։ Ոսկետափում շարունակվում են ճնշումները, հոգևոր հովին ստիպում են լքել եկեղեցին։ Այս մասին ասված է Մասյացոտնի թեմի հայտարարությունում։ Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանի նկատմամբ։ Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, երբ Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի եւ հոգևոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ 1 ժամ անց վերադառնալու են եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողությունները անօրինական եւ անթույլատրելի միջամտություն են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին եւ հոգեվորականների ծառայությանը։ Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու բնականon գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը եւ քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա եւ որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը։ Շնորհակալություն են հայտնում Ալիևից, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները։ Այս մասին ասել է ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուչյանը։ Նա մասնավորապես նշել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևից այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի եւ ապօրինի պահվող պատանդներ, իմ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն, ինչ հանում ես ճիշտ ես անում Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս։ Սա մեր ազգի պատիվն է», նշել է Սուչյանը։ Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը։ Քննությունների ընթացքին հետևելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 եւ թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններ։ Այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկայից ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12538 դիմորդ։ Հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 դիմորդ։ Քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը մայրաքաղաքում։ Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի որոշ բնակավայրերից մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնելու դժվարություններ է ունեցել, նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։ Ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։ Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա վաղը ֆիզիկա եւ ռուսաց լեզու առարկաներից, ասված է հայտարարության մեջ։ Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների առաջին օրը ավարտվել է, հաղորդել է Sky News-ը։ Հրապարակման համաձայն կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց համապատասխան մայրաքաղաքներում արդյունքների մասին զեկուցելու համար։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների մասնակցությամբ առաջին եռակողմ հանդիպումը սկսվել է հունվարի 23-ին Աբու Դաբիում, եւ Մոսկվայի եւ Կիևի համար Դոնբասի ինքնիշխան հարցը հիմնարար նշանակություն ունի։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Զանգեզուրի ճանապարհային կապի թեմային։ Վերջինս մասնավորապես նշել է. «Ներկայումս մենք շարունակում ենք Կարս-Իգդիր Արալըկ-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը։ Վերջինս էլ կհզորացնի միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում եւ Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը։ Ըստ Ուրալօղլուի դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին այլընտրանքային երթուղիներով»։
Ֆրանսիայի Մարսելում դատախազությունը հետաքննություն է սկսել Գրինչ նավթատար նավի նկատմամբ, որը ֆրանսիական իշխանությունների կարծիքով ներգրաված է միջազգային պատժամիջոցների խախտման մեջ, նավ տեղափոխելով Ռուսաստանից, հաղորդում է France 24-ը։ Պատժամիջոցների խախտման մեջ ներգրաված ռուսական ստվերային նավատորմի պատկանելության մեջ կասկածվող նավթատար նավը կհասցվի ֆրանսիական Մարսել նավահանգիստ, հայտնել է հրատարակությունը։ Ֆրանսիական անվտանգության ուժերը բարձրացել են նավթատար նավ, որը Ռուսաստանի Մուրմանսկի արկտիկական նավահանգստից ուղևորվում էր Իսպանիայի եւ Մարոկոյի միջև գտնվող նավահանգիստներ։ Սպասվում է, որ նավթատարը փետրվարի 24-ի առավոտյան կհասնի Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել նավահանգիստ։ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Օլենա Հետմանչուկը հայտարարել է, որ Կիևի Եվրատլանտյան ուղղությունը անշրջելի է, չնայած մի շարք երկրների կողմից երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դեմ արտահայտվելուն։ Ուկրաինայի Եվրատլանտյան ուղղության անշրջելիությունը ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ։ Ուկրաինայի նախագահը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ին վերաբերող սահմանադրական փոփոխությունները չեն քննարկվում։ Հետևաբար մենք չենք կարող խոսել ուղղության փոփոխության կամ ասենք այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դադարել է լինել մեր վերջնական նպատակը դաշինքի հետ փոխգործակցության առումով, հայտարարել է դեսպանը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արձագանքել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու յուրաքանչյուր Վիկտորին մեկ ապտակ արտահայտությանը։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ չի կարողանա փոխըմբռնման հասնել Զելենսկու հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ Օրբանը ազատ մարդ է, որը ծառայում է հունգար ժողովրդին, մինչդեռ Ուկրաինայի առաջնորդը հուսահատ վիճակում գտնվող մարդ է, որը չի կարողացել կամ չի ցանկացել վերջ դնել հակամարտությանը 4 տարի շարունակ։ Ուկրաինացի ժողովուրդը դեռևս կարող է հույս դնել, որ մենք կշարունակենք ձեր երկիրը էլեկտրաէներգիայով եւ վառելիքով մատակարարել, եւ մենք նաեւ կշարունակենք աջակցել Ուկրաինայից ժամանող փախստականներին։ Հակառակ դեպքում բոլորը կստանան այն, ինչին արժանի են, հայտարարել է Օրբանը։ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Եվրոպան հայտնվել է փակուղու մեջ։ Նրա համար լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին ռազմական հետախուզության սպա Սքոթ Ռիտերը։ Նրա խոսքով Եվրոպան ներկայումս խորապես մասնատված է։ Փորձագետը կարծում է, որ Միացյալ Նահանգները անպայման կօգտվի դրանից։ Անկեղծ ասած, լավագույն բանը, որ Եվրոպան կարող է անել հիմա, ՆԱՏՕ-ից դուրս գալն ու Ռուսաստանի հետ պաշտպանական դաշինք ստեղծելն է։ Բայց նրանք դա չեն անի, քանի որ արդեն մարզվել են Ռուսաստանի դեմ գործելու համար, ասել է Ռիտերը։ Հովնան Սրբազանը կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, այս մասին ասված է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի հայտարարության մեջ։ Առաջնորդ Սրբազանը կմասնակցի նաև Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներին։ Խնդրում ենք մեր հավատացյալ ժողովրդին աղոթքով հիշել այս երկու ժողովները, որ դրանք Աստծո առաջնորդությամբ լինեն օրհնաբեր եւ պտղաբեր, ասված է հայտարարության մեջ։ Հովնան Սրբազանը Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականներից էր, որոնք աջակցում են վարչապետին հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում, կարծես թե կազմաքանդվում է եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ, արդեն 420 դրամ է, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալացակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը, միգուցե ամենամեծը, եւս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստամասերում է եւ շուտով կվաճառի այդ բենզինը ցածր գնով, նշել է Պապոյանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունվարի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևան քաղաքում հունվարի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։